Հազարամյակներ առաջ այստեղ հզոր քաղաքակրթություն է եղել եւ այդ մասին վկայում են նաեւ ժամանակին այստեղ ծաղկող ու զարգացում ապրող քաղաքը, որի մնացորդներն այսօր անգամ վկայում են նրա երբեմնի փառահեղ պատմությունը։ Բաց երկնքի տակ այսօր Կարմիր Բլուրն է։ Մայրաքաղաք Երևանի հարավ-արևելյան մասում Հրազդան գետի ձախ-ափին է տեղակայված Շենգավիթ վարչական շրջանը, որի պատմությունը կազմում է գրեթե 6000-ամյա ժամանակաշրջան։ Հենց այս համայնքում է գտնվում Կարմիր Բլուր հնավայրը, որտեղ դեռևս 20-րդ դարի 30-ական թվականներին սկսված եւ ընդհատումներով մինչ այժմ շարունակվող պեղումները աշխարհին են ներկայացնում ուրարտական հզոր քաղաք Թեյշեբաինին։ Մենք հիմա գտնվում ենք Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր Բլուր մասնաճյուղում, որը ևս ունի արգելոց-թանգարանի կարգավիճակ, եւ Կարմիր Բլուրը համարվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ամբողջ տարածաշրջանի հին մերձավոր արևելքի կարևորագույն հուշարձաններից մեկը, երևի չկա այնպիսի քարտեզ, որը վերաբերվում է հին մերձավոր արևելքին, որտեղ Կարմիր Բլուրը հիշատակված չլինի։ Այս քաղաքը հիմնադրվել է Քրիստոսից առաջ 7-րդ դարի կեսերին, ուրարտական տերության վերջին ամենահզոր միապետ Ռուսա II-ի կողմից, եւ այն անվանել է Թեյշեբաինի ի պատիվ Արարատի թագավորության Ուրարտուի երկրորդ կարևորագույն աստված Թեյշեբայի, որը ամպրոպի, եղանակի, անձրևի աստվածներ։ Ունենք այստեղ համալիր իրավիճակ, երբ ունենք ամրոց, քաղաքային հատված, դամբարանադաշտ։ Տեսնում եք օվալաձև այս փորվածքը, սա դամբանախուցն է, որը ծածկված էր հսկայական ծածկասալերով, եւ այստեղ պեղումների ժամանակ արդեն մեր նաեւ հնա մարդաբան գործընկեր Հասմիկ Սիմոնյանի հետ ամբողջ թիմը աշխատելով պեղվեց մոտ 35 տարեկան կնոջ կմախք ուղեկցող նյութի հետ, բայց ինչն էր հետաքրքիր, ծածկասալերի վրա այստեղ, այսպես ասած, հոգեհացի մենք շատ կարևոր հետքեր գտանք, որովհետև դրված էր կենթանու ոսկոր թասի մեջ, փոքրիկ սափորիկ եւ մեկ այլ սափոր, այսինքն երբ որ արդեն հուղարկավորել էին հանգուցալին, որոշակի այսպես ծիսական նաեւ արարողություն էր եղել, գտնվեց այստեղ խեցեղեն տարբեր տեսակի, գտնվեցին տարբեր տեսակի ուլունքաշարեր, երկաթե ապարանջան, քորոսներ եւ այս դամբարանը կարելի է թվագրել Քրիստոսից առաջ այդպես 12-ից մինչև 9-րդ դարերով, այսինքն մոտ 3000 տարվա պատմություն ունի եւ համատարած մենք դամբարանադաշտի հետ գործ ունենք, հատուկ սկան է արվել այս տարածքը եւ տակը ցույց է տալի, որ մենք գործ ունենք դամբարանադաշտի հետ եւ մեր գլխավոր նպատակն է, որ պեղենք այս հատվածը եւ այստեղ կառուցվի Կարմիր Բլուրի Թեյշեբաինի թանգարանը, որը կլինի 3 աշխարհներով, հատուկ ապակիով կծածկվի եւ մենք կդնենք նաեւ կմախքի իմիտացիաները, ուղեկցող նյութ, այսինքն այցելուն կտեսնի այստեղ, որ ինքը ստորին հանդերձյալ աշխարհն է, մյուսը մեր աշխարհը եւ վերևը հոգեվոր աշխարհը եւ հոգեվոր աշխարհում երկրորդ հարկից արդեն այցելուն կնայի ուղիղ դեպի ամրոցը եւ ամրոցը նաեւ աստվածների հետ շփում, նաեւ աստվածների արձաններ եւ այլն եւ նաեւ ամրոցը իր առջև կվերականգնի։ Ուրարտական տերության ժամանակաշրջանում սա կարելի ասել այս հատվածի կենտրոնն էր։ Այս տարածքը Արարատյան դաշտը ուրարտական սեպագիր աղբյուրներում հիշատակվում է Վազա անունով եւ կարծիք կա, որ կապ ունի հենց Վազա, խաղողի վազի հետ։ Մենք գիտենք, որ Արարատյան դաշտը ինչքան կարևոր խաղողագործության կենտրոն էր եւ այն հիշատակվում է որպես Վազա երկրի ամպրոպի Աստծո քաղաք եւ նաեւ մենք հիշատակություն ունենք նրա, այսպես ասած, մարզպետի մասին Եվ այստեղից նաև շատ հետաքրքիր
կավե սալիկներ են գտնվել, բացի սեպագրերից։ Կավե սալիկները պատկերացրեք այն ժամանակվա ոնց որ նամակները լինեն, արխիվը լինի, որոնք նաև կնքվում էին եւ ֆանտաստիկ տեղեկություններ կան, ֆանտաստիկ պատկերացրեք նույնիսկ օրինակ աղջիկ փախցնելու մասին տեղեկություն կա եւ արքան ասում է, որ պետք է տանեք հետ այդ աղջկան իր հրամանով, տարբեր մասնագիտությունների մասին, ձիերի, կաշվի եւ այլն, այսինքն սա չափազանց կարեւոր կենտրոն է եղել։ Միքայել, ինչ է, որ այստեղ տեղադրված է եւ Արգելոս թանգարանին արդյոք հարիր է սա։ Սա չափազանց կարևոր եզակի ծրագիր է, որը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի Գրենոբլի հողի ճարտարապետության ինստիտուտի, Էրեբունի թանգարանի միջև եւ նաեւ որոշակի մենք օգնում են Լիոնի ճարտարապետության համասարանից։ Այս ամենը, որ դուք տեսնում եք, արտադրվում է Կարմիր Բլուրում, ստեղծվել է աղյուսի արտադրություն, որը իրականացվում է Ուրարտական ժամանակաշրջանի շինարարական ավանդույթներին համապատասխան եւ անցած տարի շուրջ 1000-ից ավել աղյուս արտադրվեց, մեկը մեկին նման Ուրարտականներին եւ այստեղ նաեւ մեր ֆրանսիացի մասնագետները եկան եւ նաեւ նրանց հետ տեսեք հատուկ այս հարդով ծածկել են աղյուսները, որպեսզի ջերմությունը պահվի, այնուհետեւ այս նյութն ենք օգտագործել եւ մարտի վերջից նախատեսվում է եւս 500 աղյուս արտադրել եւ արդեն դրանցով մենք կվերականգնենք եւ կամրակայենք Թեյշեբայինի ամրոցի աղյուսի պատերից մեկը, որը շատ կարեւոր է այսօր։ Այսինքն կունենանք շատ նմանեցված իրավիճակ։ Այո, շատ նմանեցված եւ դա կլինի տեղ, որտեղ մարդիկ կարող են նկարվել, տեսնել ինչպիսին է եղել ճարտարապետությունը, որովհետեւ տեսեք, ես հնագետ եմ, իմ համար սա ֆանտաստիկ բլուր է, չէ՞, բայց օրինակ ձեզ համար եթե նայեք, ձեզ համար կարող են ինչ-որ քարեր, անցորդի համար, այո, իրոք։ Շատերը ասում են սա սար է, բայց պատկերացրեք, եթե այդ աղյուսի պատը լինի, այդ մի հատվածը, արդեն բոլորովին պատկերացումները փոխվելու են։ Քաղաքի մեծության մասին, հզորության մասին, ինչ պատկերացում կարող ենք ունենալ։ Ես տարբեր աղբյուրներից կարդացել եմ, որ այստեղ շուրջ 400,000 լիտր գինի է պահվել։ Այսինքն ինչպիսի աշխատանք պետք է արվեր, ինչքան խաղող պետք է հավաքվեր, ինչքան մարդիկ պետք է աշխատեին, որ այդ քանակությամբ պահեստարաններում գինի ունենային։ Այո, սա խոսում է Ուրարտական տերության կենտրոնացվածության, կազմակերպվածության մասին, այսինքն մենք գործ ունենք կայսրության հետ, ամեն մի պետական կազմավորում չի, որ իրեն կարող է թույլ տալ նման բան իրականացնել եւ այստեղ ամրոցը ինքը գիտեք, ինքը երկհարկ էր, առաջի հարկում հենց տնտեսական հատվածներն էին, որտեղ գինու մառաններն էին, հացահատիկի շտեմարաններն էին, ունեն գարեջրի արտադրամաս, այսինքն մոտ 2700 տարի առաջ մեր նախնիները նաեւ գարեջուր էին այստեղ խմում եւ նաեւ սա ցույց է տալիս նաեւ Արարատյան դաշտի այս հատվածներում, որ շատ հարուստ նաեւ խաղողի այգիներ են եղել եւ երևի պատահական չի Վազա անունը այստեղ գիտեք հիշում եք նաեւ Նոյ Նահապետի հետ կապված ավանդույթը, հա, որ պատումը, որ իջնում է նա եւ այստեղ խաղողի որդն է տնկում, ինքը իրականում, այսպես ասեմ, այն ժամանակվա, այս տարածաշրջանի կարելի ասել ամենակարևոր քաղաքներից մեկն է եղել, եթե ոչ ամենակարևորը Քրիստոսից առաջ 7-րդ դարի կեսերին, իր միայն քաղաքային հատվածը, ամրոցը, դամբարանադաշտը, այս ամբողջը խոսում են շատ լուրջ կոմպլեքսային հասարակության, շատ լուրջ ընկալումների մասին եւ բարձր պետական մտածելակերպի եւ կենտրոնացված մտածելակերպի մասին, որը շատ այն ժամանակ հին մերձավոր արևելքում այդքան շատ տեղ չի որ կար։
Կարմիր բլուրի կարասային սրահները իրենք հանդիսանում են ուրարտական ժամանակաշրջանի եզակի կարևորություն ունեցող հայտնագործության դրսևորում, քանի որ իդեմս այս կարասային սրահների պեղումների մենք կարող ենք խոսել ինչպես Վանի թագավորության առօրյայի տնտեսական կյանքի, այնպես էլ պատմության վերջին շրջանի իրադարձությունների մասին, քանի որ կարասները գտնվեցին այնպիսի վիճակում, որ արդեն իրենք իրենց հիմնական գործառույթը չէին կատարում, կարասների մի մասը լցված էր հացահատիկային մթերքներով, ալյուրով, իսկ որոշ կարասներում պարզապես թաքցված էին թագավորության համար կարևորագույն նշանակություն ունեցող գանձեր, հարստություններ, նվիրատվական իրեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված զանազան իրեր։ Պատերի մեջ նույնիսկ ֆիքսվել են այսպես կոչված սկյութական տիպի նետասլաքներ, որոնք իդեպ մենք այսօր փորձում ենք որոշակիորեն վերախմբագրել այս տեսակետը, որովհետև այդ նետասլաքները կարող էին ոչ սկյութներին պատկանել, լուրջ խնդիր է մեր մոտ գրոհի եւ ամրոցը այրելու թվագրությունը։ Հիմա այստեղ աշխատում ենք ամեն տարի հայ-ավստրիական արշավախումբը եւ մեր գլխավոր նպատակներից մեկը այդ փուլը պարզելն է, թե երբ եղավ։ Այս տարվանից կաշխատի նաեւ հայ-ռուսական արշավախումբը Էրմիտաժի հետ եւ ասեմ, որ գիտեք, շատ հաճախ այն Ուրարտուն, որ մենք գիտենք, չի համապատասխանում նախկինում ունեցած պատկերացումներին, այսինքն ուրարտագիտությունը շատ զարգանում է եւ նաեւ մեր պատկերացումներն են փոխվում։ Օրինակ, առաջ ընդունված էր ասել, որ եկել են, հարձակվել են, ամրոցը գրավել են եւ այստեղ կյանքը մի փուլում դադարել է, բայց մեր կողմից իրականացված պեղումները ցույց են տալիս, որ կա շարունակականություն։ Եվ այստեղ նաեւ անտիկ դամբարաններ են ժամանակին խորհրդային ժամանակաշրջանում պեղվել եւ նաեւ այստեղ կա նաեւ միջնադարյան հզոր շերտ եւ ընդ որում ասեմ, այս հուշարձանը ծանոթ է եղել 1927 թվականից ոչ թե որպես ուրարտական հուշարձան, այլ որպես միջնադարյան հուշարձան, որովհետեւ այս բլրի գագաթին, որը կոչվում էր կարմիր բլուր, եղել է միջնադարյան մատուռ եւ դրանով են իմացել, որ այստեղ հուշարձան կա եւ 1936 թվականին այստեղ Չարբախ գյուղն էր, Չարբախ գյուղի դպրոցահասակ երեխաները խաղալուց այստեղ գտնում են սեպագրի բեկոր եւ այն ժամանակ կար հայտնի երկրաբան Ձեմյոխինը, որ այստեղ քայլելիս տեսնում են նրան, տալիս են այդ սեպագրի բեկորը եւ հետո արդեն կարդում են, տեսնում են Ռուսայի անունը եւ դրանից հետո ակնհայտ է լինում, որ մենք գործ ունենք ուրարտական ինչ-որ հուշարձանի հետ։ 1939 թվականին 3 արշավախումբ միաժամանակ սկսում են տարածքի պեղումները, որոնք ընդհատվում են հայրենական մեծ պատերազմի մեկնարկով եւ շարունակվում դրա ավարտից հետո ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության եւ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտների եւ Էրմիտաժի միացյալ արշավախմբի ուժերով, հնագետ արևելագետ պրոֆեսոր Բորիս Պիոտրովսկու ղեկավարությամբ։ Երբ որ պեղումները սկսել էին, հորդառատ անձրև եկավ եւ նաեւ Պիոտրովսկին շատ տխուր էր, որովհետեւ կարծես իր պլանները փչացրեց, բայց գիտեք, այստեղ անձրևից հետո հողն ու աղյուսը սկսվում են տարանջատվել եւ երբ որ արդեն սկսեցին նկարել եւ նաեւ հետո, եթե չեմ սխալվում, ինքնաթիռով թե ուղաթիռով կարողացան նկարել, այսինքն ամբողջ հատակագիծը նշմարվեց եւ նաեւ սա կարելի է ասել Թեշեբա Աստծո նվերն էր, որովհետև անձրևը կապված է Թեշեբայի հետ, այսինքն Թեշեբան ուզում էր, որ իր քաղաքը բացահայտեն եւ արդեն Պիոտրովսկին ուներ հատակագիծը եւ կառույց առ կառույց սկսեց պեղել եւ ունենք այս հրաշալի ամրոցը, տեսեք մուտքերը, ընդամենը մի քանի դրվագ կա այստեղ, որ վերականգնված են, մնացածը պատերը այնպիսին են, ինչպես օրիգինալ մասն է, սա համարվում է ամենաշատ նյութ տված ուրարտական, սա էտալոնային հուշարձանը ամբողջ տարածաշրջանի հնագիտության համար։ Հիմա մենք գտնվում ենք Կարմիր բլուրի ամրոցից հարավ արևելք, այստեղ բացվում է
մոնումենտալ մի կառույց, որը թերևս եզակի է Հայաստանի Հանրապետությունում եւ իր զուգահեռն ունի հին մերձավոր արևելքի մի շարք հուշարձաններում։ Ոմանք սա կարծում են, որ նման կառույցը եղել է ձիանոց, արքայական նախոր, ոմանք, որ սա եղել է շուկա, եւ ոմանք, որ քարավանատուն, մենք եւս հակված ենք կարծելու, ավելի շատ, որ գործ ունեն քարավանատան կամ այդ շուկայի կամ դրանց միքս տարբերակի հետ, այս կառույցը ինքը հիշեցնում է իր ճարտարապետական հատակագծով հայկական միջնադարյան քարավանատները եւ կարելի է ասել, որ սա մեր միջնադարյան քարավանատների նախատիպն է ուրարտական ժամանակաշրջանում, տեսեք, բացառիկ, սալապատ, հատակը, պատերը եւ սյան խարիսքները, այս մի տեղում 7 սյան խարիսք է, մյուս հատվածում արդեն 4 սյան խարիսք իրար դեմ դիմաց եւ մենք 21 թվականից այստեղ պեղումներ ենք իրականացնում, նախատեսվում է պեղումները մի քանի տարում ավարտել եւ հուշարձանը առնել ծածկի, հատուկ ծածկի տակ, որպեսզի այն հասանելի լինի այցելուներին։ Շատ զգուշորեն կարող ենք քայլել։ Հա, իհարկե, այսպես կարող ենք իջնել, դուք հիմա կքայլեք մոտ 2700 տարվա ուրեմն սալապատ հատակի վրայով, տեսեք պատերը ինչպես են պահպանված եւ եթե նայենք շերտերը, տեսնում եք ամենատակի շերտը ուրիշ գույն է, արդեն դա այս հատակին վերաբերվող շերտն է, որի վրայից մենք գտել ենք կուրքի բեկոր, պտղաբերության կուրքի բեկոր, խեցեղեն եւ տեսեք արդեն մյուս շերտը, արդեն խաթարված, այսինքն այս մեր հնագիտության մեջ չափազանց կարևոր է շերտագրությունը, հա? Եթե խորենացին ասում է չկա հավաստի պատմություն առանց ժամանակագրության, հնագիտության մեջ գրեթե չկա ժամանակագրություն առանց շերտագրության։ Եվ սա սենց տորթի պես հնագետը պետքա կարդա իհարկե երկրաբանների, գեոմորֆոլոգների աջակցությամբ, այստեղ նաև կենդանիների հետքեր են երևում, մարդկանց հետքեր են երևում, հողը գնում է առանձին անալիզի եւ այստեղ տեսեք եկեք իրար հետ քայլենք, տեսեք սյան մի խարիսխը, կլոր սյան խարիսքը, որի վրա գերանն էին դնում, տեսեք մյուսը, հետո մյուսը, այստեղ տարբեր սյան խարիսքներ ունենք եւ պատերը եւ տեսեք այսպիսի կառույցներ այս տարածաշրջանի համար եզակի են, սա շատ կարևոր հնագիտական հայտնագործություն է եւ իրենք 3 մասից են բաղկացած, տեսեք, պատը, սալահատակը, սյան խարիսքները, հետո մեջտեղի տարածքը, որտեղով մարդիկ քայլում էին եւ նույնի հայելային արտացոլումը մյուս կողմի վրա։ Սրանք նման են միադահլիճ եռանավ քարավանատների։ Այս տարի եւս պեղումները կշարունակվեն մեր ավստրիացի գործընկերների հետ։ Եթե ուղիղ գծով նայենք, 7 սյան խարիսք էստեղ ունենք։ Տեսեք աղյուսների հետքերը, այս հատվածում արդեն մենք գտանք տանիքը ընկած, գերանները ընկած եւ որոշեցինք չշարունակել, որովհետեւ ռեսուրսները չէին հերիքում եւ այս տարի շարունակել։ Տեսեք, որ ասում էին նույնի հայելային արտացոլումը, տեսեք, այստեղ եւս ունենք այս ֆանտաստիկ սալահատակը եւ մենք մեջտեղի հատվածում ենք, հա, պատկերացրեցիք, այսինքն այս կողմ նույնը եւ մեջտեղ։ Եվ տեսեք ինչքան բարձր պատեր ունենք։ Այստեղից գտել ենք նաեւ դոմինոյատիպ ուլունքահատիկ, ապարանջան բրոնզից, այսինքն դժվար թե եթե մենք գործ ունենանք ձիանոցի հետ, նման իրեր այստեղ լինեին ու նաեւ մենք ունենք միջնադարյան նաեւ վերևի շերտերից միջնադարյան հատվածներ, այ տեսեք, այստեղ չի երևում, մենք ծածկել ենք այս հատվածը, այստեղ այդ գերաններն են, ընկած գերանները, որը թույլ է տալիս պատկեր ու նաեւ գերանները այսպես նաեւ 40 աստիճանի տակ այսպես ֆիքսած ունենք, այսինքն այս երևույթին մենք գործ ունենք երկթեք տանիքի հետ, գտել ենք նաեւ փայտերը, այսինքն տանիքի վրա դնում էին այդ ծղոտները, փայտերը եւ հետո կավով հարթեցնում էին, իդեպ ասեմ նաեւ գտնվել են նաեւ այրված բարակ կավե շերտեր, այսինքն դա ինչն էր, դա տանիքն է, մի բացառիկ հայտնագործություն է, որով մենք պեղել ենք ուրարտական ժամանակաշրջանում տանիքի կոնստրուկցիան։
Թեյշեբայինի միջնաբերդից դուրս տարածվում էր արտաքին բնակավայրը, արտաքին քաղաքը, որտեղ ապրում էին ի տարբերություն միջնաբերդի բնակվողների ուրարտական տերության հպատակները եւ նրանցից ոմանք կարող էին գտնվել պետական ծառայությունում կամ զբաղվել իրենց առօրյա տնտեսությամբ։ Ինչպես կարելի է դատել հայտնաբերված հնագիտական տվյալներից եւ ամրոցի արևմտյան հատվածում արդեն պեղումների ժամանակ բացվեցին արտաքին քաղաքի պատերը եւ որոնք նույնպես կառուցված էին ուրարտական ճարտարապետությանը բնորոշ օրինաչափությամբ բազալտե հիմքերի վրա, ում աղյուսի պատեր բարձրացված։ Մասնագիտական գրականության մեջ հայտնի նշանավոր urartatsu տունն է, ինչու է կոչվում նշանավոր urartatsu կամ հարուստ urartatsu տուն, քանի որ պեղումների ընթացքում այստեղ բացված գտածոները հնարավորություն ընձեռեցին ենթադրություն կատարելու, որ այս անձը տարբերվել է իր սոցիալական կարգավիճակով հասարակությունում եւ ունեցել է իր առանձին մասնավոր տնտեսությունը եւ ի տարբերություն այլ բնակարանների նրանը տարբերվել է իր չափերով եւ ըստ էության նաեւ շքեղությամբ։ Այս հատվածից նշանավոր urartatsu տնից քիչ վերև գտնվում է հին արևելքի, հին մերձավոր արևելքի համար մի եզակի ճարտարապետական կառույց, բազմասեկցիոն բնակարանը, եւ այդ կառույցը եզակի է այն առումով, որ ըստ էության այն կառուցվել է պետության կողմից, հատկացվել պետական ծառայողներին մեկ միասնական նախագծով եւ 4 առանձին մասերից բաղկացած ըստ էության 4 ընտանիքների համար նախատեսված։ 2000-3000 տարի առաջ Կարմիր Բլուրը եղել է շատ մեծ թագավորություն, որտեղ ապրել են լիքը գյուղացիներ։ Այն թագավորության թագավորը եղել է Արգիշտի հայրը Մենուան։ Շուտ-շուտվանից մեր թվարկությունից առաջ հիմնվել եւ զբոսաշրջիկների լավ վայր է համարվում։ Ամրոցը եւ կողքնել պեղումների ժամանակ շատ կարասներ են հայտնաբերել։ Ես աշխատել եմ։ Կարաս են կճուկներ են գտել։ Կառույց է եղել պալատի նման։ Հիմա այնտեղ պեղումներ են անում, բաներ են հայտնաբերվել, այնտեղ կուժեր են հայտնաբերվել, կարասներ ու տենց շատ բաներ են հայտնաբերվել այնտեղից պեղումների ընթացքում, հողի տակից են դրանք հանել, բայց հիմա դրա փլատակներն են մնացել։ Երբեմնի հզորագույն քաղաքը, ուրարտական, ռազմական եւ կարևորագույն կենտրոններից մեկը կործանվել է մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի սկզբին։ Ըստ Պիոտրովսկու, քաղաքը հանձնվել է առանց կռվի, սկյութերը հարձակվել են հանկարծակի, միջնաբերդի գրավումից ու քաղաքի հրկիզումից հետո այն գրեթե լիովին ամայացել, անապատացել է։ Հազարամյակների ընթացքում ծածկվել հողի հաստ շերտով ու իր փառահեղ պատմությամբ մեզ ներկայացել հնագետների աշխատանքի շնորհիվ։ Բաց երկնքի տակ Կարմիր Բլուր հնավայրներ, Թեյշեբայինի ուրարտական հզոր քաղաքը։